Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 29-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի հարցազրույցից հանրային հեռուստաընկերությանը, որտեղ որոշակի բաներ պարզաբանել է, տեսնենք որքանով է այդ պարզաբանումը նոր հարցեր ծնել, թե իսկապես ինչ-որ հարցեր փարատվել են, հիմա հասկանանք։ Արադ Միրզոյանն ասել է. Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրությամբ և հետո վավերացմամբ։ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմն ունի իր պատկերացումը, որն իրենք չեն կիսում։ Կամ մենք պայմանավորվում ենք, երբ և որտեղ ենք ստորագրում, կամ մենք չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել, ասել է Միրզոյանը։ Այսինքն, հիմա սրանից հասկանանք։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ մենք որևէ հարց չունենք, նախապայման չունենք Ադրբեջանի հետ, իսկ չգիտենք իրանք ունեն, թե չէ։ Դրանից հետո Ադրբեջանն ասեց սահմանադրությունը պետքա փոխվի և մեկ է տրիփի հետ կապված մինչև բոլոր պարտավորությունները ձեզ չկատարեք, դա չի ստորագրվելու։ Այսինքն ցույց տվեցին, որ տրիպը ոչ թե Հայաստանի իրավունքն է, այլ Հայաստանի ստանձնած պարտավորությունը, որը իրենք պարտադրել են Ամերիկայի միջոցով։ Այսինքն սա պարզաբանում էր, որի հետ կապված Հայաստանը չհնչեց կարծիք, բաց մեկ տեղյակ չենք, որ իրանք նախապայման են դնում։ Հիմա հերթական անգամ Արադ Միրզոյանը ընդունում է, որ նրանք նախապայման դնում են։ Ուղղակի ասում է մեզ համար ընդունելի չէ։ Լավ, եթե մեզ համար ընդունելի չէ, կարող է ստորագրվել, կարող է չստորագրվել, մինչև այս պահը պայմանավորվածություն չկա ստորագրելու։ Այսինքն, եթե պայմանավորվածություն չկա ստորագրելու, ում անունից եք խաղաղություն խոստացել։ Այդ խաղաղությունը դրոշակ սարքել ու ասում, որ տեսեք, մենք խաղաղություն ենք բերել, մենք ասում ենք, եթե Ադրբեջանից է կախված այդ խաղաղությունը, մենք Ադրբեջանին չենք վստահում։ Կարող եք դուք ասել, որն է հիմքը, որ դուք վստահում եք։ Ինչ է արել Ադրբեջանը, որ արժանացել է ձեր վստահությանը։ Եթե պարբերաբար բերում ենք կետեր, որ ասում ենք, ախր դուք Ադրբեջանի ասածը հիմա Արադ Միրզոյանը, որը որ գտնում է, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի պահանջները, ընդունում է, որ նրանք պահանջ են ներկայացնում, չէ՞։ Բա մենք ինչի պիտի հավատանք նրանց խաղաղության հավաստիացմանը, որ առանձնապես իրանք չեն էլ կոտորում այդ հավաստիացումն անել։ Պարզապես դա պետք է նախընտրական քարոզչության համար Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Այսինքն մենք նույնիսկ տարեվերջն է, այդքան խոսում են Ադրբեջանի հետ, Հայաստանի արտգործնախարարը հաստատում է նորից, որ այո, նրանք ներկայացնում են պահանջներ, որը մեզ համար ընդունելի չեն։ Եթե ընդունելի չեն, ինչ են անում, որ ընդունելի դառնան, ոչ մի բան։ Իսկ այդ պահանջները, որ չկատարենք, իրանք ստորագրեն, ոչ չեն ստորագրի, որտեղ իրանք դա հայտարարել են։ Այսինքն, այսպես մենք խաղաղություն ում անունից ենք խոստանում։ Դրա համար սա պետք է մենք հստակ տեսնենք կոնկրետ այն մարդու բերանից ընչած, որը հենց դրանով զբաղվում է։ Արադ Միրզոյան, Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ այլ կապեր խզելու օրակարգ Հայաստանի կառավարությունը չունի։ Ով էր կասկածում։ Այս ամենն ուղիղ ասվում է նաեւ մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թուրըմբռնում չլինի։ Մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները։ Այսինքն այն ինչ որ նաև Նիկոլ Փաշինյանը գնաց Եվրոպա եւ ընդեղից ասեց, որ մենք Եվրամիության անդամակցության ծրագիր այդպեսին չունենք, հա օրենքը ընդունել ենք, մենք կշարժվենք դեպի Եվրոպա, եթե կգանք կհասնենք մի կետի, կորոշենք դառնում ենք Եվրամիության անդամ, թե չէ, եթե չէ եվրոպական մոդելի պետություն կլինենք։ Իհարկե դա պարզատախոսություն է, որովհետև եթե մենք այդ ուղղությամբ քայլ առ քայլ չենք գնում, հաստատ եվրոպական մոդելի պետություն լինել չենք կարող, բայց ի վերջո հարցը նա է։ Արադ Միրզոյանը նույնպես հստակեցնում է Հայաստանի հասարակության համար, որ մենք մեր արևմտյան գործընկերներին ասել ենք,
մտներով չանցնի, որ մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ենք, կամ վերանայելու ենք ԵԱՏՄ, կամ վերանայելու ենք Ռուսաստանի հետ հարաբերություններ։ Դա հստակ թող մեր հասարակությունը իմանա։ Միրզոյանը նշել է, որ խզել կապերը Ռուսաստանի հետ պետք չէ նույնականացնել ԵԱՏՄ անդամակցության հետ։ Մենք հիմա ԵԱՏՄ-ում անդամ պետություն ենք եւ մենք հիմա շահեկան համագործակցություն ունենք ԵԱՏՄ շրջանակներում։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել Եվրոպական միությանը, այդ հարցին զուգահեռ մենք բոլորս կնստենք եւ կմտածենք այդ մասին։ Դա կդառնա քննարկման առարկա։ Այսինքն, հիմա հասկանանք, Ռուսաստանի հետ ասեց, որ կապեր խզելու պակասեցնելու որևէ ծրագիր չունեն, ԵԱՏՄ-ի հետ արդյունավետ աշխատում են, եթե ԵԱՏՄ-ի հետ արդյունավետ աշխատում ես, ամեն անգամ այդ ինտեգրացիոն process-ում ավելի ես խորանում, մանավանդ դա տնտեսական տիրույթ է, դու նրա անդամ ես, եւ ավելի շատ այդ ինտեգրացիան հազար ու մի հարցերով, էներգառեսուրսների, մյուս բոլոր չթվարկենք, դա նշանակում է դու անընդհատ խորանալով երբեք չես մոտանալու այն կետին, որտեղից որոշում կայացնես։ Եվ դրա համար մենք պետք է հասկանանք, որ այս մարդիկ Եվրոպա չեն գնում, անկեղծորեն մենք հասկանանք դա։ Թողելի որոշ է, թող իրանք անկեղծ ասեն, ժողովուրդ ջան, հասկանում եք, մենք չենք գնում։ Հասել ենք, որպեսի հասարակությունից ձայներ պոկենք, հիմա ենք հասկանում ենք, որ դա իրատեսական չի, ասում ենք, չէ, բայց ասում են ոնց։ Սպասեք, մենք գնանք Ռուսաստան, խորանանք ԵԱՏՄ-ի հետ, բայց այնտեղ էլ ասենք այն հարցերն էլ ենք լուծողը մենք, որովհետև հարց է ծագում, իսկ երբ որ դուք որոշում կայացրեցիք, որ դառնաք Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, Հայաստանում այդ օրակարգը կար, օրենքեր ընդունվել, ստորագրահավաք կազմակերպվել, որպեսզի դառնայիք Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ։ Ինչա Եվրոպայի չեք լսել նաև թեկնածու պետությունների համար, որ մտներովը չանցնի այն պարտավորությունները, որ դուք ստանձնել եք, այդ թվում Թուրքիային էլ հասկացրեցին, որ դու թեկնածու պետություն ես, խաղեր չտաս, BRICS-ի անունը տաս, Շանհայի համագործակցության կազմակերպության անունը տաս, հաջողություն, քու թեկնածուի կարգավիճակը կչեղարկվի։ Եվ Թուրքիան ասեց հասկացա։ Այսինքն ընդգծված իրանք ասել են, որ մոռացեք, եթե դուք գնում եք Շանհայ կամ BRICS։ Հիմա եթե Հայաստանը դիմում է ներկայացել, որ դառնա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ, համարենք վաղը իրանք մեծ անդամության հայտը ընդունում են։ Ոնց ենք մենք գնում Եվրոպա։ Ոնց ենք քայլ անելու գնանք, որ հասնենք, նստենք իրար հետ քննարկենք։ Սա ակնհայտ է, չէ՞, Ժորժ ջան։ Միրզոյանը հավելել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուսբերման հարցը, որը գտնվում է Շիրակի մարզում, Հայաստանի իշխանությունների օրակարգում չէ։ Խնդրեմ։ Այսինքն բազայի հարցը հանելը Հայաստանի իշխանությունների օրակարգում չի։ Բազան չի հանվում, Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացվում են, ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունը խորացվում են։ Շանհայի համագործակցության կազմակերպությունն էլ դիմել ենք, սպասում ենք պատասխանի։ Այս է իրավիճակը։ Հիմա մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ գնալով խորանում են։ Այո, դա դեռ վերջը չէ։ Մենք ունենք ՀՀ օրենք, որ ըստ էության պարտավորեցնում է Հայաստանի գործադիր իշխանությանը մեկնարկել Եվրամիության անդամակցության գործընթացը։ Սա օրենք է, սա ամբողջ աշխարհին հայտնի է։ Սրանից բխում են պարտավորություններ։ Հետևաբար այն մենք որտեղ ենք այսօր, դա վերջը չի, ես ուզում եմ դինամիկան նայենք վերջին շրջանի։ Եթե ԵՄ-ից են խոսում, տեսնենք ուր ենք մենք, ասել է արտգործ նախարարը։ Հիմա օրենքում, բացի այդ մի նախադասությունը, որ սկսում է գործընթաց, կարող եք ասել այդ օրենքից բխող պարտավորությունները որն է։ Որտեղ է գրած, կարող ենք կարդալ։ Չկա տենց բան։ Ենթադրվում է։ Ժամկետներ կա այդ պարտավորությունների։ Ինչ պարտավորություններ է ստանձնած։ Ինչ քայլեր է կոնկրետ արվելու, բխելով այդ օրենքից։ Բայց դա է բացատրում։ Այդ օրենքը ընդամենը թոս փչելու համար էր, որ տեսեք, դե մենք գնում ենք Եվրոպա։
Որտեղ մեկ անգամ եւս հասկանանք Եվրամիության անդամակցության համար մենք հայտ չենք կարող ներկայացնել մի բարձ պատճառով, որտեղ մենք ԵԱՏՄ անդամ ենք, իսկ ԵԱՏՄ-ն մաքսային միություն է, տնտեսական տիրույթ է, իր խաղի կանոններով, իր համակեցության կանոններով։ Եթե դու դրան արդեն որոշել ես անդամակցել եւ դա արել ես 15 թվականին, 17 թվականին ես խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը դրա տեղը, որը որ չանցավ 13-ին Հայաստանը չընդունեց, եւ 17 թվականին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց Եվրամիության հետ, ՍԵՊԱ-ն։ Դա նշանակում է, որ դա չպետք է հակասեր։ Հիմա դու ավելի ես խորացել 10 տարուց ավել, ուրեմն նշանակում է նույնիսկ 17 թվականի ստանձնած ի վիճակի ես ամբողջ ծավալով կատարել, որովհետև դա այլևս հակասելու է 10 տարի ինտեղ առաջ ես գնացել։ Այսինքն այդ խաբեությունը չի աշխատում, ժողովուրդ ջան։ Ինչ ենք մենք ամեն անգամ ստիպված լինում դրան անդրադառնալ, որովհետև ամեն անգամ իշխանության որևէ պաշտոնյա փորձում է մեզ բացատրել, որ այո, մենք կարող ենք խորանալով գնանք ԵԱՏՄ-ում շատ խորանանք, վերջում հասնենք մի կետի եւ որոշենք, որ գնում ենք Եվրամիություն։ Դե իրար հետ կնստենք կորոշենք։ Եվ մեկ է, Նիկոլ Փաշինյանն ասեց, ժողովուրդը տեսնենք, եթե կորոշի Եվրամիության հետ կապված, տեսնենք։ Իսկ ժողովուրդը երբ պետք է որոշի, եթե նենց արեցիք, որ օրենքը ընդունեք, որ հանրակրվեի հարցը չդրվի։ Այսինքն ընտրությունների միջոցով, այսինքն եթե ընտրությունների ժամանակ Եվրամիության ուղղությամբ հայտ ներկայացնելու հետ կապված բավարար ձայներ ժողովուրդը չտա կոնկրետ ուժերին, վաղը կանգնելու են ասեն, դե ժողովուրդը չի ուզում, որ մենք գնանք Եվրամիություն, մեզանից ինչ եք ուզում։ Մենք էլ ժողովրդի պահանջն ենք կատարում։ Այնպես որ այդ հարցում պետք է ուշադիր լինել, ընտրություններից առաջ մենք էլ այդ հարցերի հետ կապված կխոսենք։ Արարատ Միրզոյանը խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին ասել է. չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են, դա կլինի ինքնախաբեություն։ Բա ով է այդ ինքնախաբեությամբ զբաղված, դուք չեք ասում։ Խաղաղությունը բերել ենք վերջ 1000 տարով։ Կան Բաքվի բանտերում պահվող անձինք, կա արևմտյան Ադրբեջանի խոսույթն այս կամ այն իրադարձության շրջանակներում։ Սրանք խնդիրներ են, որոնք ենթակա են լուծման։ Խաղաղությունը հաստատված է, համագործակցության դրսևորումները կան, բայց հումանիտար հարցերն էլ ենթակա են լուծման եւ նաեւ արևմտյան Ադրբեջան խոսույթը մենք համարում ենք մեր տարածքային ամբողջականության դեմ, այնպես որ դեռ ճանապարհ կա անցնելու, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով։ Այսինքն ոնց որ հասկացանք, Արարատ Միրզոյանն ասում է, որ մինչև այսօր խնդիրը լուծված չէ արևմտյան Ադրբեջանի խոսույթի, իսկ դա նշանակում է հավակնություններ Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այսինքն Հայաստանի արտգործ նախարարը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակում է մեզ տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ ունենալ։ Եվ այդ հարցը Հայաստանին չի հաջողվել լուծել։ Բայց այդ խաղաղություն ո՞նց էիք բերում։ Հա, տակը ինչ կմնա, նրա հետ խաղաղ կլինենք։ Այսինքն եթե Ադրբեջանը ինչ որ մաս ուզենա վերցնի, դե ժողովուրդ ջան, դե ինչ անենք, այն մնացածը խաղաղություն կհաստատենք։ Կոնկրետ փաստորեն խոստովանում է, որ Ադրբեջանի հետ այդ խնդիրը չեն կարող լուծել, այսինքն նա շարունակում է պահանջատեր լինել Հայաստանին։ Արարատ Միրզոյան, մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, օր առաջ գործարկել թրիփ ենթակառուցվածքները, այդ թվում գուցե երկաթուղին կարող է լինել օբյեկտիվորեն եւ այդ երկաթուղով եւ Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ եւ նաեւ Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել եւ ընդհանրապես երրորդ երկրներ կարող են կապվել իրար հետ։ Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք եւ 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն, ավելացրել է Միրզոյանը։ Հիմա մինչեւ 2026 թվականի գետնի վրա շինարարությունը ունենալը մենք ուզում ենք իմանալ մինչև գործը գետնին հասնելը, թղթի վրա ուզում ենք իմանանք համատեղ ձեռնարկության մեջ քանի տոկոս է Միացյալ Նահանգները, քանի տոկոս Հայաստանը։ Դեռ այդ հարցը չեք ասել, դեռ այդ հարցը չեք լուծել։
Հուսով ենք այդ հարցը կլուծեք եւ մարդկանց կասեք։ Երկրորդ, այդ պայմանավորվածությունը քանի տարով է, 49 տարով է, 99 տարով է, այդ պայմանավորվածությունից ինչ է ներկայացնում։ Բացի դրանից, ամերիկյան կողմը պահանջ է Հայաստանի առաջ, որ Հայաստանը համաձայնվի երրորդ երկրներ ներգրավեն այդ ծրագրի մեջ, թե ոչ, որովհետև այն ինչ որ ասում է 2026 թվականի երկրորդ կեսին արդեն շինարարություն կսկսվի, մենք ուզում ենք իմանանք կարող էլի շինարարություն կսկսվի, բայց դրանից ով է ներգրավված ելնելու եւ Հայաստանի շահերը ինչ տեսք է ունենալու, այսինքն ով է ներգրավված ելնելու, ով է փող դնելու եւ այլ մի շարք հարցեր կա։ Առավել եւս մենք շատ մեծ ուշադրությամբ հետևում ենք, թե Դոնալդ Տրամփը Վլադիմիր Պուտինի հետ ուկրաինական պատերազմի կանխման հետ կապված ինչ օրակարգով է շարժվում։ Այսինքն ամեն դեպքում ինքը ցանկանում է, որ Պուտինի հետ համաձայնության գան եւ գործարք կնքեն։ Իսկ Պուտինի հետ համաձայնության գալ գործարք կնքել նշանակում է այնպես չի, որ մենք Պուտինի խաղաղություն ենք պարտադրում, դա նշանակում է վաղը մյուս օրը Պուտինի հետ կարող են նստեն աշխատանքային կարգով որոշեն Սիրիայի հարցում սա, Գազայի հարցում սա, Վենեսուելայի հարցում սա, Հայաստանի ճանապարհի հետ կապված սա։ Իսկ մենք չգիտենք այդ պարագայում ինչ լուծումներ կստանանք։ Առավել եւս չգիտենք, որ եթե այդ լուծումները ստանալուց հետո վաղը մյուս օրը Դոնալդ Տրամփը չի, հաջորդ եկողը այդ իրավիճակից հետո ինչ լուծում կանի։ Ու սա է հարցերը, որոնք որ մշտապես հետևում ենք, թե աշխարհում ինչա կատարվում։ Մենք չենք նայում, թե Հայաստանի իշխանությունները ոնց են երջանկացած թռչկոտում, որովհետև գիտենք, որ լուրջ խնդիրներ է։ Առավել եւս դուք ինչպես տեսաք Արարատ Միրզոյանի ասացներից այդ բոլոր վտանգները հստակ երևում է։ Ինչքան գեղեցիկ բառերով ասեց մենք շահագրգռված ենք, էս անենք, մենք էս ենք անում, էս ենք անում, հասկացանք, ուզում եք անեք կամ անում եք, բայց իրականում ասում եք խնդիրների ամբողջ ցանկը թվարկելով։ Իսկ հիմա մի հատ բան էլ ուղղակի Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր BBC News-ի ռուսական ծառայության մի հոդված, որում անդրադարձ կա Փաշինյանի կերպարին։ Ինքն էլ ինչ ա գրել, բանը հասավ միջազգային մամուլին, սիրում են բոլորիդ, գրել է Փաշինյանը եւ հրապարակել հոդվածը։ Խնդիրը նա է, որ միջազգային մամուլը անդրադառնում է Փաշինյանին, ես երկն ա լսում, ես անում, ես բանը սենց անում, մյուս, հիմա Նիկոլ Փաշինյանն է BBC News-ը, էլի, Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, բանը հասավ միջազգային մամուլին, դե իհարկե պետք է հասնի։ Եթե նույնիսկ միջազգային մամուլին էլ չհասնի, ցանկացած երկրի ղեկավար, եթե ինչ-որ մի բան անում է, մյուս երկրների ղեկավարների սեղանին իրենց աշխատակազմը տանում դնում, ասում է, այս բանը էս արեց, մյուսը այն արեց, նրանք ուշով հետևում են աշխարհում տարբեր առաջի դեմքեր ինչով են զբաղված։ Վաղը մյուս օրը որ այդ մարդկանց հետ ինչ-որ օրակարգ են ունենում քննարկելու, հանդիպումներից առաջ առավել եւս փաթեթ են սարքում, ասում են այս ընթացքում այս Պաշտոնյան այս հայտարարությունն արեց, այս արեց, այն արեց, որպեսզի նա պատրաստ լինի այդ մարդու հետ հանդիպելուց, իմանա ինչա քննարկում։ Հիմա դուք պատկերացնում եք աշխարհի մեծերը իր աշխատողներին ասում են մի հատ բեր տեսնենք այս ընթացքում Փաշինյանն ինչ է հայտարարել, որ կարող է գա դեմ դիմաց նստենք, խոսենք, ասենք, բա դու այս բանը էս արել, բերը մասմա եղավ, գնացել էր միտեղ երեխեքի հետ մի հատ մրցանակ էր հանձնում, մյուսը ինչ էր անում, հեծանիվ էր քշում, մյուսն ինչ էր անում, թմբուկ էր խփում, հետո ինչ էր անում, տրճիկ էր տալիս հավաքի ժամանակ, հետո ինչ էր անում, պատմում էր, թե այդ երգը ոնց է գրել, քանի ամիս է պարապել, որ թմբուկ խփի, հետո ինչ էր անում, գնացել էր պատարակի, ասել էր հանկարծ ստեղ անուն չտակ, եկա զորքը վեր, դուք պատկերացնում եք այս ամեն ինչը։ Այդ մարդիկ արդեն պատկերացում են կազմում Հայաստանի մասին, այդ անլրջությունը տարածում է Հայաստանի վրա։ Մենակ Նիկոլ Փաշինյանի մասին չեն ասում, որտեղ ասում են դե Հայաստանի ժողովուրդը չի իրան ընտրել։ Ուրեմն սա Հայաստանի ժողովրդի վերաբերմունքն է։ 10 տարի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, 10 տարի Սերժ Սարգսյանի ժամանակ մենք ինչ էինք ասում։ Երբ որ մեզ ասում են, այս չեն ձեր ղեկավարները, ասում ենք, բայց ով է իրանց ընտրել որ։ Լա մի հատ նայեք, ով է ընտրել։ Ռոբերտ Քոչարյանի առաջի ընտրության հետ կապված է ժողովուրդը փողոց լցվել, երկրորդ ընտրության ժամանակ է։ Երկրորդ ընտրության ժամանակ անգամ սահմանադրական դատարանը առաջարկեց վստահության հանրակրվե, որտեղ կասկածի տակ էր դնում նրա ընտրվելը։ Սերժ Սարգսյանի առաջի ընտրվելը
մարտի 1-ով չի եղել, երկրորդ ընտրվել է նորից ժողովուրդը փողոց չի լցվել եւ կասկածի տակ դրել նրա ընտրությունը։ Այսինքն ով է ասում, որ իրանց ընտրել են որ։ Մենք չենք ընդունել, որ դա մեր ընտրությունն է։ Ասել ենք զորք են բերել Արցախից, որ մարդկանց ջարդեն Երևանում կամ ճակատից խփեն։ Սա է եղել ընտրությունը։ Դա ժողովրդի ընտրությունը չի եղել։ Բայց հիմա կանգնեն, ասում են, բա Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ է, բանը հետընտրական պայքար եղել, կամ այս կողմ, կամ կեղծիք են արել, կամ փող են բաժանել եւ այլ եւ այլ։ Այ հիմա ասում է դե ազգովի խայտարակվեք, այս ձեր ընտրությունն է։ Այս երիտասարդը ձեր ընտրությունն է։ Հանկարծ մեզ չասեք, որ մենք չենք կտա։ Հասկացանք, ես չեմ ընտրել, բայց ասում է ժողովուրդը ընտրել է, չէ՞։ Դե մի տեսեք, թե ինչ են մեզ դեմ տալիս։ Այն ժամանակ լագոնե արդարանում ենք, ասում ենք մենք չենք ընտրել։ Իրանք խլել են իշխանությունը։ KGB-ի գործակալ Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց կապեց մեր ջանին ռուսների պահանջով։ Հիմա ինչ ենք ասում։ Հիմա ասում ենք գոնե հենց անենք ազատվենք ժողովուրդ ջան։ Բան չմնաց, մի քանի ամիս մնաց։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գրել է. Այս արդեն մենք հիմա նայենք Ուկրաինայի պատերազմի հետ կապված Դոնալդ Տրամփի միջնորդությամբ ինչ իրավիճակ է այսօր։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գրել է. Մենք ունեցանք 1 ժամ տևողությամբ արդյունավետ զրույց Տրամփի, Զելենսկու եւ մի քանի եվրոպացի առաջնորդների հետ, քննարկելու նրանց խաղաղ բանակցությունները։ Արձանագրվել է զգալի առաջընթաց, որը մենք ողջունել ենք։ Եվրոպան պատրաստ է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ, ձեռք բերված առաջընթացն ամրապնդելու համար։ Կիևի համար հուսալի անվտանգության երաշխիքների ապահովումը գերակա նշանակություն ունի։ Այո, երեգել ես ձեզ ասեցի, որ Եվրոպայի մի շարք առաջնորդների հետ քննարկումների արդյունքում, բացի այդ նաև կազմակերպությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրահանձնաժողովի նախագահ, Եվրամիության խորհրդի նախագահի հետ ինտենսիվ քննարկվել է Դոնալդ Տրամփի հետ, որպեսզի կարողանան լուծումներ գտնեն։ Մենք տեսնում ենք Եվրոպայի շահագրգռվածությունը Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորումը։ Իսկ հիմա տեսնենք ինչ է հնչում Ռուսաստանից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հեռախոսազրույցը, որը տևել է 1 ժամից ավելի, կազմակերպվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, որը ցանկանում էր մեր նախագահի հետ քննարկել ուկրաինական հակամարտության համատեքստում ներկայիս իրավիճակն ու դրա կարգավորման հնարավորությունները։ Տրամփը ցանկանում էր քննարկել այդ հարցերը նախքան Զելենսկու հետ դեմարդեմ հանդիպումը։ Դե հանդիպումն արդեն կայացել է, դրա մասին կխոսենք։ Հանդիպումից առաջ, որ Պուտինի հետ խոսել էր։ Բայց ինչա ինքը ձևակերպում այդ շփման արդյունքում մենակեն չէ, որ ճշտել էր տրամադրությունները Զելենսկուի հետ հանդիպումից առաջ։ Տրամաբանական է, որ 1 ժամ 15 րոպե տևած զրույցի սկզբում նախագահները ջերմորեն շնորհավորել են միմյանց Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների կապակցությամբ։ Բնականաբար երջանկություն մաղթել երկու երկրների ժողովուրդներին։ Հետագա ամբողջ զրույցը նույնպես ունեցել է ընկերական, բարյացկամ եւ գործնական բնույթ, ասել է Ուշակովը։ Սա Ռուսաստանի կողմի գնահատականն է Դոնալդ Տրամփի եւ Վլադիմիր Պուտինի խոսակցության, որը ընկերական եւ բարյացկամ բնույթ ունի։ Դե հիմա դուք պատկերացնեք նոր աշխարհակարգի հետ կապված ինչպիսի իրավիճակ է մեզ համար, երբ որ տեսնում ենք, որ պարզապես ցանկանում են երկուսով շատ արագ պատերազմը դադարեցնեն, որպեսզի Ամերիկան Ռուսաստանի հետ գնա գործարքի։ Իսկ այդ թե աշխարհի վրա դա ինչ կնստի, այն առումով, որ ագրեսորի հետ գնում ես գործարքի, դրա հետևանքները վերաբերվելու է նաև մեզ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտնել է. հենց նոր շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ, Զելենսկուի հետ այսօրվա հանդիպումից առաջ։ Սա էլ իր գնահատականը, որ արդյունավետ հեռախոսազրույց ունեցավ։ Հիմա նայենք Դոնալդ Տրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. Ռուսաստանը կօգնի, Ռուսաստանը ցանկանում էր, որ Ուկրաինան հաջողության հասնի։ Ապշելու բան է, էլի, այսինքն ում համար է ասում։ Ռուսաստանն ուզում է Ուկրաինային օգնի, որ Ուկրաինան հաջողության հասնի։
Նախագահ Պուտինը շատ առատաձեռն է եղել Ուկրաինայի հաջողության հասնելու համար օգնելու հարցում, այդ թվում շատ ցածր գներով էներգետիկա, էլեկտրաէներգիա եւ այլ բաներ մատակարարելով։ Դուք պատկերացնում եք, ասենք, սան է ջանջալ կենաց չէր, կարար մի հատ ասուլիսի ժամանակ Պուտինի կենացնել խմեր։ Այսինքն հիմա Ուկրաինայի նախագահին բացատրում է, թե Ռուսաստանը ոնց է ուզում Ուկրաինային օգնի։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, խնդրահարույց հարցերի լուծման ժամկետները կտևի մի քանի շաբաթ։ Եթե ավելի վատ լինի, ապա ավելի երկար ժամանակ կպահանջվի։ Եթե իսկապես վատ լինի, ապա դա տեղի չի ունենա, հայտնել է Դոնալդ Տրամպը։ Այսինքն այս 3 հատ եթե ինչ է ասում։ Եթե լավը լինի, սենց կլինի, եթե լավ չլինի, քիչ կլինի, եթե վատը լինի, ընդհանրապես չի լինի։ Սա կոնստրուկտիվ քննարկում է, թե ինչ ենք բանակցում եւ ինչ ենք անում։ Այնուամենայնիվ մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը մտքի ծայրով անգամ չանցնի հետագա պատերազմը շարունակելու, կամ էլ թե չէ մտածի, ասի տեսակ ես հաջողություն ունեցա, այդ հաջողությունը տարածեմ մեկ ուրիշ տեղ։ Իսկ մեկ ուրիշ տեղ թույլ օղակենք մեր պես երկրները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ 20 կետանոց խաղաղության ծրագիրն արդեն 90%-ով համաձայնեցված է։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները 100%-ով համաձայնեցված են։ ԱՄՆ-ի Եվրոպայի կողմից երաշխիքները 90%-ով համաձայնեցված են։ Ռազմական չափումը 100%-ով համաձայնեցված է եւ բարգավաճման ծրագիրը վերջնական մշակման փուլում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը նույնպես հաստատել է, որ ծրագրի 95%-ը վերջնականապես մշակված է։ Հիմա հասկանանք, թե իսկապես Վլադիմիր Պուտինը ցանկանում է պատերազմը դադարեցնել։ Դոնալդ Տրամպը հայտարարել է, Պուտինը չի ցանկանում բանակցությունների ընթացքում հրադադար հանրակրվեի համար։ Նա չի ցանկանում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ դադարեցնի կրակը, ապա ստիպված լինի կրկին կրակ բացել։ Եվ ես հասկանում եմ այդ դիրքորոշումը։ Բայց այդ դիրքորոշումը եթե հասկանում ես, այդ նույն դիրքորոշումը Ուկրաինան ասում էր գնանք խաղաղության։ Դոնալդ Տրամպն ինքն ասեց, Ուկրաինան ցանկանում է ձգի, խաղաղություն չի ուզում, որպեսզի ընտրություն չլինի, Զելենսկին էլ լեգիտիմ չի։ Զելենսկին ասեց, դե բերեք դադարեցնենք, ընտրություններ անենք։ Հիմա Ռուսաստանն ասում է չէ։ Տրամպն էլ ասում է, Ռուսաստանին հասկանում եմ։ Բայց սկզբից որ հասկանայիք, կան խնդիր չէր առաջանա։ Ասուլիսի վերջում խոսելով խաղաղության ծրագրի մասին, Տրամպը նշել է, որ մի քանի շաբաթ կպահանջվի, եթե ամեն ինչ լավ ընթանա, սակայն ամեն ինչ կարող է վատ ընթանալ, հանգեցնելով կռվի եւ մահանալու եւս մեկ փուլի։ Եթե խաղաղության ծրագիրը չստացվի, մենք ստիպված կլինենք կռվել եւ մահանալ։ Դա վատ է, բայց եթե ոչինչ չստացվի, մահերը կշարունակվեն եւ մենք Զելենսկին եւ Պուտինը չենք ուզում, որ դա տեղի ունենա, հայտարարել է Տրամպը։ Ինչպես տեսնում եք, դեռ վերջնական ոչինչ այնուամենայնիվ համաձայնեցված չի, թեպետ նայում ենք, որ խոսքը գնում է 90% համաձայնեցումների մասին, որ դեռ Պուտինը ինչ-որ պահանջներ ունի Դոնբասի հետ կապված, որը կարող է խնդիրներ առաջացնել, եւ դա իսկապես պրոբլեմ է։ Հիմա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, ես մի քանի այլ եվրոպացի առաջնորդի հետ միասին մտքեր փոխանակեցինք Զելենսկու եւ Տրամպի հետ քննարկմանը, այնուհետեւ ես խոսեցի Զելենսկու հետ։ Իսկ հիմա ներկայացնում է, որ կամավորների կոալիցիայի հանդիպումը տեղի կունենա Փարիզում հունվարի սկզբին, որի ընթացքում կհամաձայնեցվի յուրաքանչյուր երկրի կոնկրետ ներդրումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար։ Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, որոնք կենտրոնական դեր կունենան արդար եւ երկարատև խաղաղության կառուցման գործում, գել է Մակրոնը։ Հիմա տեսեք, կամավորների հավաքը, որը տեղի կունենա, կոալիցիայի հանդիպումը տեղի կունենա, իրանք պայմանավորվել են, հենց կլինի խաղաղություն, մենք խաղաղապահ զորքեր կտեղակայենք, որպեսզի խաղաղությունը երաշխավորենք։ Ինչեր ասում եք Լավրովը, ասում է, եթե դուք խաղաղության երաշխավորելու համար կտեղակայեք զորամիավորում, մենք դա կհամարենք լեգիտիմ թիրախ եւ կհարվածենք դրան։ Բայց դու խաղաղությունը ո՞նց ես երաշխավորելու։ Այն դեպքում, երբ որ նույն հարցի հետ կապված Տրամպն էլ է ասում, որ Եվրոպան պետք է այդ խաղաղությունը երաշխավորի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, Եվրոպան կստանձնի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մեծ մասը, բայց Միացյալ Նահանգները անպայման կօգնի դրանում։ Դե հարց է ծագում, բա Ռուսաստանին բացատրի։ Եթե դու պատվիրակում ես դա Եվրոպայի, Եվրոպան է պետք է գնա այնտեղ ստանձնի անվտանգության երաշխիքը։ Բայց դեպքում ո՞նց է ինքը դա անելու առանց զորքեր տեղակայելու։ Դե նշանակում է այդ հարցը Ռուսաստանը չես կարող լուծես։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, ես պլանավորում եմ նոր կապեր ունենալ Զելենսկու հետ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Մենք պետք է հիմա համաձայնության գանք, հակառակ դեպքում ավելի շատ տարածքներ կգրավվեն, ասել է Տրամփը։ Հիմա տեսնում եք այս ընթացքը, հիմա հասկանանք նաև այս իրավիճակում, որովհետև ինչու ենք այսքան մանրամասն բոլոր կետ առ կետ նայում, որովհետև դրանով է պայմանավորված նոր աշխարհակարգը ինչ տեսք կունենա, ինչպիսի վերաբերմունք կունենա Չինաստանը, ինչպիսին կունենա Հնդկաստանը, ինչպիսին կլինի Եվրոպայի վերաբերմունքը եւ ընդհանրապես մեր համար ինչ կարող լինի։ Մանավանդ տեսնում եք, որ Հայաստանում ընդհանրապես արտաքին քաղաքական օրակարգ որպես այդպիսին գոյություն չունի։ Իրանք զբաղված են ներքին գզվռտոցներով։ Բացարձակ ոնց որ ոչ մի բան տեղի չի ունենում այս մոլորակում, կամ մենք այս մոլորակի վրա չենք։ Վոլոդիմիր Զելենսկի Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կարող է ստեղծվել քառակողմ տեխնիկական խումբ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, որից հետո միայն հավանական է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները։ Եթե ամեն ինչ ընթանա քայլ առ քայլ, ամերիկյան եւ եվրոպական պատվիրակությունների հետ հանդիպումներից հետո կկայանա հանդիպում ռուսների հետ։ Մենք պատրաստ ենք նախկինում քննարկված ձևաչափին։ Իհարկե Զելենսկին նաև այնուամենայնիվ թերահավատություն է հայտնել, որ ասում է, որ Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ։ Անկեղծ ասած, ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում։ Նա խաղաղության մասին չի խոսում, նա պնդում է, որ կարող է ավելի հեռու գնալ։ Սրանք խաղաղության նշաններ չեն։ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան հետաքրքրված է, որ Ռուսաստանը փոխհատուցի վնասը։ Մեզ համար հիմնարար կարևոր է միջոցներ ստանալ մեր պետությունը վերականգնելու համար։ Հիմա մենք տեսանք այս իրավիճակը եւ նաեւ հասկանում ենք, թե ինչքան է դա կարեւոր նաեւ մեր երկրի համար, մեր տարածաշրջանի համար։ Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը մարդասիրական բեռ է ուղարկել Ուկրաինա։ Բեռը ներառում է տարբեր տեսակի եւ հզորության 9 միավոր գեներատոր։ Մարդասիրական բեռը կփոխանցվի Ուկրաինայի Կիև քաղաքում գտնվող Վրաստանի դեսպանատուն, հետագայում Ուկրաինա անվճար փոխանցելու համար։ Ուկրաինան Վրաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը ցամաքային ճանապարհով կստանա մի քանի օրվա ընթացքում, ասում է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ։ Ինչ է ասա հետաքրքրական, որովհետեւ այս քանի տարի է Վրաստանն ասում է Ուկրաինայի պատճառով ցանկանում են մեզ ներքաշեն պատերազմի մեջ, երկրորդ ճակատ բացեն ընդդեմ Ռուսաստանի, մենք չենք ցանկանում դա է պատճառը, որ Եվրամիությունը մեր վրա ճնշում է գործադրում։ Իհարկե որևէ անգամ որևէ պաշտոնյա անուն չեն ասել, թե Եվրոպայից ով է ձեզ ասել երկրորդ ճակատ բացի Ռուսաստանի դեմ։ Ով էր նման բան ասելու Վրաստանին։ Վրաստանը կարա Ռուսաստանի դեմ ճակատ բացի, ուզմադալի երկրորդը թե լինի երրորդը։ Իմաստը ո՞րն էր։ Ամենավերջի դες խառը պատմություններով, վիրավորական արտահայտություններով Ուկրաինայի հասցեին ինչ ասեք, որ չէին ասում, ինչում ասեք, որ չէին մեղադրում։ Իսկ հիմա մարդասիրական օգնություն են ուղարկում։ Սիմվոլիկ օգնությունը, հարցերտինն է գեներատորը չի, որ ասենք Ուկրաինային դա պետք է փրկի, բայց այնուամենայնիվ իրանք փորձում են ինչ-որ բան անեն, որ հանկարծ եթե իրավիճակ փոխվի, խաղից դուրս չմնան իրանք։ Բայց շատ պրիմիտիվ է ստացվում, որովհետև տեսել ենք, չէ՞, ամբողջ տարիների ընթացքում վերաբերմունքը ինչպիսին է եղել։ Բայց դա էլ մենք նայենք, որտեղ մեր հյուսիսային հարևանն է, որը որ խոսում է Եվրոպա գնալու մասին խաղեր տալ է Ռուսաստանի հետ, այն նույն բանը, որը արվում է Հայաստանում։ Այնպես որ ուշադիր նայենք, որ պատկերացնենք այդ խաղի արդյունքը ի վերջո ինչա լինում։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Հունաստանի և Կիպրոսի հետ եռակողմ ռազմական համագործակցության ծրագրի ստորագրման մասին։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ այս համաձայնագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականը, նպատակ ունի զսպել թուրքական ազդեցությունն արևելյան միջերկրական ծովում։ Այս համագործակցության հիմնական նպատակը ընդհանուր պաշտպանական կարողությունների ամրապնդումն է և երեք կողմերի գործողությունների սերտ համակարգումը միջերկրական ծովում։ Իսրայելական լրատվամիջոցներն ընդգծում են, որ այս դաշինքը Թուրքիայի տարածաշրջանում ակտիվության ուղղակի պատասխան է և ուղղված է մասնակից երկրների էներգետիկ և տարածքային շահերի պաշտպանմանը։ Իհարկե ինձ էլ գրեցին մեր հետևորդներից, որ ինչ կարծիքի եք, երբ որ այդպիսի համագործակցություն լինի Եգիպտոս, Հունաստան, Իսրայել, Հայաստանն էլ ներգրավվի դրա մեջ, դրական կլինի թե բացասական, մանավանդ այդ երկու երկրներն էլ երեք դժգոհում են Թուրքիայից, շահերի ընդհանրություն կա, ես տենց լավատես չեմ այդ հարցում, ասեմ ինչի, որովհետև այս կարգի մոդիկություններով Թուրքիայի դեմը իրանք չեն առնելու, վատ չի, եթե իրանք նման քայլեր անում են համագործակցելու, համախմբվելու, բայց չմոռանանք, որ այն երկրների մասին, որ խոսում են, Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, որը ՆԱՏՕ-ի հենց առաջի իսկ ընդլայնման ժամանակ դարձել է ՆԱՏՕ-ի անդամ 1952 թվականին, Թուրքիայի հետ միաժամանակ։ Կիպրոսը Եվրամիության անդամ է, թեպետ իր հյուսիսային մասը օկուպացված է Թուրքիայի կողմից, Եվրամիության անդամ է դարձել 2004 թվականի մայիսի 1-ին, և նրա անվտանգության երաշխավոր հանդես է գալիս Հունաստանը, որովհետև հունաբնակ, այսպես ասած, հունական Կիպրոս, ինչպես որ ասվում է։ Այսինքն նրանց հետ կապված խնդիրը մի քիչ ուրիշ է, չնայած որ եթե նայենք մինչև օկուպացիան Կիպրոսի, նաև անվտանգության երաշխիք, նաև Մեծ Բրիտանիայի հետ փաստաթուղթ կար ստորագրած, ՄԱԿ-ի հետ կար ստորագրած, բայց փաստը մենք տեսանք, որ 74 թվականին Թուրքիան գնաց հյուսիսային Կիպրոսը օկուպացրեց։ Հիմա ինչի համար եմ ասում, իրանք խնդիր ունեն մտածելու, որ միասնական ուժերով միջերկրական ծովում ինչ-որ բաներ կարգավորել, շատ գլոբալ համագործակցություն չի կարող տեղի ունենալ, որովհետև ասեցի, որ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այո, մշտապես իրենց մեջ լարվածություն կա, բայց մտածել, որ իրանք այնպիսի կոալիցիա կստեղծեն, որ Հայաստանը, որ դրան միանա, Թուրքիային կխեղճացնի, մի քիչ ֆանտազիայի ժանրից է։ Բայց բանակցություններ Կիպրոսի հետ էլ, Հունաստանի հետ էլ, Իսրայելի հետ նորմալ է, իհարկե։ Իսկ ինչու ոչ։ Բթան որ գնացին Իրանին պաշտպանեցին, մյուսներին դատապարտեցին, դրանից մենք ինչ շահեցինք։ Կամ որ Պաղեստին պետությունը ճանաչեցին, դրանից մենք ինչ շահեցինք։ Այսինքն այդ դեպքերն է, որ շատ հանգիստ կարելի է հետները քննարկել, բայց այն սպասելիքը, որ առաջացել էր, ինձ հարցնում են, կարող է մենք էլ անդամ դառնանք, չկարծեք, որ այս ձևի համագործակցության մանավանդ նշած է, էլի թե ինչ ոլորտներում են պատրաստում իրանք համագործակցել։ Դրա համար այդ ուղղակի ասում եմ, որ պատկերացնենք, այո, կարելի է աշխատել հետները, մանավանդ մենք բաց ենք թողել այդ պահը, բայց մեծ սպասումներ չունենալ։ Շատ դեպքերում հիմա ուղղակի մի բան էլ ասեմ, մեկ լնում ասենք, ասում են լավ, մի լավ բան չի լինում, եւ այլ, նաև դրանից խոսեք, Յորջ ջան, պարբերաբար խոսել եմ, էլի ասեմ դրա մասին։ Եթե շատ գլոբալ բան է կատարվում քո երկրի հետ կապված, երբ որ ասում որ պատերազմը կարող է չլինել, բայց մենք արեցինք, որ էս անենք, այն անենք, եւ դրա հետ կապված մարդկային զոհեր, տարածքային կորուստներ եւ այլ, դրա հետ համարժեք դնես ասես, այ գիտես ինչ դե մի հատ ծառ են տնգե, լուրջ չի էլի, իշխանությունը առավոտից իրիկ ու ինքը իրան գովում է։ Բերեք մենք էլ ուղղակի մտածենք, որ այն կարմիր գիծը, որը որ անցնում է իշխանությունը, որ այնպիսի խախտում է անում, որից հետո դու գտնում ես, որ նա պետք է հեռանա, էլ մտածես ասես, բալավ մի լավ բան չեք նկատում, իսկ առհասարակ լավ բան նկատելու հետ կապված էլ մի բան ասեմ, երբ որ դուք նստում եք ձեր տանը, որոշում եք ինչ-որ բան անեք, ինչ-որ բան ձեռք բերեք, պատկերացրեք ցուցակ եք կազմում, որ ինչ-որ առևտուր պետք է անեք, հենց ասում եք տանը սա չկա, մեկ էլ տան անդամն ասում է, հերի քայլի սա չկա, այն կահույքը, որ առել է աչքը չտեսավ, բայց այն բաժակները, ընկեր ջան, մենք հիմա ուզում ենք նայենք տանը ինչ չկա, որ գնանք առնենք, կամ տեսնենք ինչ խնայենք գումարը, որ մի բան էլ վաղը առնենք։ Դուք որ գնում եք խանութ, տանը ունեցածների ցուցակով եք գնում, թե տանը չունեցածների։ Հա խորհրդային միությունից մնացած շենքեր էլ կան Հայաստանում, որ դա նստած երկիր են ղեկավարում, ինչ անենք։
Տնենք հերթով թվարկենք այդ բոլորը։ Թե մենք մտածենք ինչ խնդիրներ լուծված չի, ոնց անենք, որ այդ խնդիրները լուծվի։ Դեմը ընտրություններ է, ինչպիսի որոշում կայացնեք։ Այս իշխանությունը, որ այդքան աշխատել է, այդ ընթացքում ստեղծել է բավական շատ խնդիրներ, ինքը ինչ որ հաշվետվությամբ հանդես է գալի, դուք գնահատում եք դա նորմալ, թե ոչ։ Իսկ բացի դրանից, ամեն օր ասել է սենց է, նենց է, դրա փոխարեն մեկ ուրիշ բան էլ կա, էլ ասեմ։ Եթե դու համակարգային ընտրություն ես կատարում, այսինքն այդ բոլոր հարցերը արդեն կարգավորված են։ Դու մի հատ համակարգային քայլ ես անում, դրանով այդ ամբողջը արդեն ներգրաված է դրա մեջ, որպեսզի բան ասեմ, որ այդ մասին անգամ ժամանակին խոսել եմ, էլի Էդվարդ Անտոնյան Առավոտ օրաթերթ 7 օգոստոս 2004 թվական միայն համակարգային փոփոխություններով կբարեփոխենք մեր կյանքը 2004 թվական 21 տարի առաջ բայց ստիպված ես ելում նորից հիշացնել, որ ժողովուրդ ջան, ախր այդ կարգի հարցերը այն ժամանակ էլ էին տալիս։ Ինչ եմ ասում, թեպետ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները եւ հնարավորինս անդրադառնում ենք դրանց, սակայն բոլորին հայտնի մեր կյանքի բազմաթիվ թերությունները թվարկելու փոխարեն մենք առաջին հերթին հասարակությանը լուծումներ ենք առաջարկում, ներկայացնելով համակարգային փոփոխությունների ճանապարհը, որով գնալու դեպքում կհայտնվենք այնտեղ, որտեղ այդ խնդիրները վաղուց արդեն լուծված են։ Այսինքն խոսելով արտաքին քաղաքական կողմնորոշման մասին, առաջարկում ենք համակարգ, որտեղ կապրենք այնտեղ գործող խաղի կանոններով, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ընձեռված հնարավորություններով, ժողովրդավարություն, ազատականություն, անվտանգություն, բարեկեցիկ ապրելակերպ, սոցիալական երաշխիքներ եւ այլն, որոնք միտված են հենց երկրի ներքին կյանքի բարելավմանը։ Առանձնահատուկ կարևորում ենք, որ Եվրամիության անդամ դառնալու համար որպես նախապայման դրվում է ոչ միայն թեկնածու երկրի տնտեսության վիճակը, այլ գլխավորությամբ գլխավորապես նրա ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մակարդակը։ Այսինքն պարզ է, ժողովուրդ ջան, եթե դու մի հատ որոշում ես կայացնում, արդեն այդ ճանապարհով գնացիր, քայլ առ քայլ պարտավորություններից ստանձնեցիր ու արեցիր, դու արդեն ստիպված չես լի ամեն օր ասել, մենք որ կգանք իշխանության, կգնանք դեպի Եվրոպա, այս ծառի հարցը այսպես կանենք, մյուսը այնպես կանենք։ Այսինքն այդ բոլոր պատահական չէ, որ նոր խոսում է, որ մեր իշխանություններն ասում են կգամ իպա կգնանք Եվրոպա, դու այդ մակարդակը չես կարող ապահովել Շանհայի գնալով, այդ մակարդակը չես կարող ապահովել Պուտինի ու Լուկաշենկոյի գործընկեր ելնելով։ Ու դե երբեք դու դրան չես գնա, որտեղ դու նույնիսկ եթե տնտեսական ցուցանիշները բերես հավասարեցնես, դու քաղաքական քու մակարդակով եթե չհասնես ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, հիմնարար ազատություն եւ մի ամբողջ փաթեթ, որը վերաբերում է նրան քու պետությունը կարող է Եվրամիության անդամ պետություն լինի, ապրի այդ համակեցության կանոններով։ Հուսով եմ, ես կարողացա դա բացատրեմ, որ ստիպված եմ ելնում նաեւ 20 տարի հետո նույն բանն ասել, որովհետև այսօր նորից այդ խնդիրները մեր առաջ կանգնած են։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։